միշտ իմ ելույթների ժամանակ ասել եմ, որ անկախության տարիներից վեր այն ձևակերպումը, որ կա բանդարձակ ձևակերպումը կա, իհարկե այդ ձևակերպմանը բնորոշ քաղաքական առումով բանդարկյալներ եղել են եւ կա, ես երբեք չեմ հետքել, դա իմ գնահատականն է եւ այս առումով գիտեք ինչ կա, ես անգամ քեզ քաղբանդարկյալներ, որ հիմա 60-ից ավել քաղբանդարկյալներ կան, մեկին նշելը, մեկին չնշելը, ես չեմ կարծում, որ դա ճիշտ եւ նպատակահարմար է եւ մենք ինձ թվում է մենք ամեն ինչից հետևություններ անենք։ Ցանկացած իշխանություն վաղը միսօր դառնալու է եւ ցանկացած ընդդիմություն վաղը միսօր դառնալու է իշխանություն։ Ցանկացած իշխանություն, որ մտածի ինքը վաղը միսօր դառնալու է ընդդիմություն եւ ինքը իր իշխանության ժամանակ գործի օրենքի շրջանակներում եւ նման խնդիրների առջեւ չբախվեն մեր այն հայրենակիցները, որոնք որ քաղաքական դեպքերներ են, մենք ունենանք ավելի լավ հասարակություն։ Ոչ մեկ, կրկնում եմ, բոլոր ժամանակներում իր խոսքի, իր քաղաքական հայացքների համար Հայաստանի Հանրապետությունում չպետք է բանտարկվի։ Ես մի օրինակ էլ բերեմ ձեզ, որ հասկանաք, որ իմ գնահատականներն, իմ մոտեցումները օբյեկտիվ են եւ այս առումով ես ուզում եմ ձեզ տեղեկացնել։ Ես գրեթե ամեն շաբաթ այցելում եմ քրեակատարողական հիմնարկներ հանդիպում եմ այնպիսի մարդկանց, որոնք ժամանակին ամենակոշտ քննադատն են եղել եւ այդ մարդկանց միգուցե հայացքներն ու իրենց արած արարքները ես չեմ հիշում, բայց համենայն դեպս այդ մարդկանց նկատմամբ պիտի ունենա ապրումակցում, իրենց իրավունքները, եթե խախտում են ու խախտում են իրենց իրավունքները, այդ մարդկանց իրավունքները պիտի պաշտպանվեն։ Ես 3 առաջ օրը այցելել եմ Սասնա ծռեր խմբավորման անդամներից մեկին իր խնդիրներով ինձնից ավելի շատ միգուցե երևի քաղաքական դաշտում զբաղվող շատ մարդիկ կան, նույնը մնացածի հետ կապված, ես կարծում եմ, որ այդ մարդկանց իրավունքները պատշաճ դնության հետ հատվեն, այդ մարդիկ բացառապես պատասխանատվություն կրեն իրենց արածների համար եւ ոչ թե իրենց քաղաքական հայացքների համար, բոլոր քաղբանտարկյալները հենց դրա համար, բոլոր են մարդիկ, որոնց որ ընտրովի մոտեցումը ցույց տվել իշխանությունը, բոլոր ժամանակներում ես ավելի քան պարզ եմ ասում, դրանից ավելի պարզ հնարավոր չէ։ Այդ մարդիկ պետք է օր առաջ հայտնվեն ազատության մեջ եւ չպատժվեն նրա համար, որ իրենք ունեն այս կամ այն քաղաքական հայացքները։ Հենց հիմա Հայաստանի Հանրապետության բանտերում սրբազան եպիսկոպոսներ են, սրբազան հայրեր են, արքեպիսկոպոսներ են, որոնք որ մեր իմ ձեր բոլորի ամոթ ու խարանն է, որ այդ մարդիկ գտնվում են քրեակատարողական հիմնարկներում։ Հայրաքելական Սուրբ եկեղեցու սրբազանը իր խոսքի համար հիմա ԱԾ մեկուսարանում է։ Մյուս սրբազանի ձայնագրությունները ամբողջ գործը մոնտաժված է, կեղծված է, դրա ապացույցները կան։ Սրբազանին մեկսագրվում են արարքներ, որը այդ մարդը չի կատարել։ Այդ մոնտաժված ձայնագրությունները, որ կա, ներգործություն ա եղել դրա վրա, բառեր են ավելացվել, որոշակի այո վստահ պնդում են, կոնտեքստից բառեր են հանվել եւ դրա համար մենք ուղիղ հարց ենք ուղղել քննչական կոմիտեի ղեկավարին եւ հիմա մենք կանչել ենք գլխավոր դատախազին, որպեսզի գա լսումների եւ բոլոր մեր փաստարկները որ կար, այդ փաստարկները լսել եւ եթե ուներ իր կարծիքը, եթե ուներ այլ կարծիք եւ համաձայն չէ դրա հետ, սա ամենալավ հարթակն է, որ իրավապահ համակարգը գար, մասնակցել եւ բոլոր այդ հարցերի պատասխանները տալ, բայց կներեք մինչեւ հիմա կրկնում եմ, այդ մարդիկ ապօրինաբար գտնվում են անազատության մեջ, գտնվում են ծայրահեղ ծանր առողջական վիճակում, ես չունեմ այդ յուրահատկությունը իրենցից ասելու թե ինչ առողջական լրջագույն խնդիրներ ունեն, պատվով են տանում այդ ամեն ինչը, բայց դա չի նշանակում, որ այդ մարդիկ պետք է ընկնեն Արմեն Գրիգորյանի օրը։